Մարդիկ մտածել են իրենց տանում են սպանելու ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ 2.5 տարի անցկացրած հայերի մասին պատմում է Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է։ Նույնիսկ իրանց մեջ խոսակցություն ասկսել մարդկանց մեջ, որ տանում են սպանեն մեզ, այսինքն իրանք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի։ Հակարի հասնելու տեղ են հասկացել, որ փոխում են։ Ըստ ականատեսներից մեկի ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան, ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում։ Հակարի անցակետ հասնելուն պես հասկացել են Հայաստան են տեղափոխվում եւ մեկ էլ պարզել իրենցից մեկը չկա։ Ասելա չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են եւ այլն։ Միշան Գրիգորյան։ Հա, որը այդ ինչ որ բաներ խոսում, վախենում էր, որ ստեղ իրան սպանելու են, ոտերի տակ անգել թուրքերը ասել են, եթե մնաս, մենք ենք քեզ սպանելու, ասեց լավա դուք ինձ սպանեք։ Ոչ ոք ասում լացու կոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն տալ են։ Ничего, все нормально. Живем, да? Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս տարակուսում այս հայերը ինչու հեռացան Արցախից։ Я не знаю, почему вот все это армяне оставили, ушли. Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ։ Հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում։ Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտիչ ճանապարհի կեսից հետ է գնացել։ Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի Դղյակ հյուրանոցում։ Այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ 1 տասնյակ հայերի, հիմնականում առողջական խնդիրներով միայնակ մարդիկ։ Վերջին ամիսներին բոլորովին փակված էին գերու կարգավիճակով, այնքան որ սնունդ էին տալի։ Իրանք միշտ ասում են՝ «Խի եկեք մնացեք, խի չեք գնում, գնացեք»։ Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց ընտանիքի անդամին 2.5 տարի անց տեսել է ծեծված բռնության հետքերով։ Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ սոցիալ-նախարարը հայտնեց, սակայն առանց որևէ անվանացանկի։ Հարազատները այսուայն կողմ ընկած տվյալ էին փնտրում։ Կոտորվանք է զանգել է վեսյանի, որ գոնե մի տեղեկություն ոչ մի բան։ Տիկնոջը մեկ օր անց է հաջողվել սոցիալ-նախարարության միջոցով ճշտել, որ եղբայրն այո տեղափոխվածների մեջ է, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում է։ Հետո էլ սկսվեց ճշտումների հաջորդ փուլը, այցելել հնարավոր է։ Դեպա եկել այստեղ ասել, հիմա չգնամ, մի հատ տենամ ոնց է վիճակը, մի հատ աշկոս տենամ, ինչ է, ոնց է։ Այ էտալի անհանգիստ եմ։ Ոչ սոցապ, ոչ առողջապահության նախարարությունները, ոչ էլ այլ գերատեսչություն։ Տեղափոխությունից հետո հարազատների հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն չեն տրամադրել։ Հարազատներն իրենք են դեսուդեն ընկել։ Սոցիալ նախարարության խոսնակը փոխանցեց, բոլորը գտնվում են պետական հոգացության ներքո։ Առողջապահության նախարարությունից ասացին, 3 հոգի հոգեբուժական հաստատություններում են, բուժզնման նպատակով, ծանր վիճակում գտնվողներ չկան։ Ազատության տեղեկությամբ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում մի հյուրանոցում են տեղավորվել։ Արցախից վերջին հայերին վտարեցին, ոչ թե նրանք Հայաստան եկան, այսպես ասած իրենց դիմումի համաձայն։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն են ընդգծում։ Սոցիալ-նախարարը գրել էր, այդ մարդիկ դիմել են Ադրբեջանի ու Հայաստանի պատկան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Ասма գիտես ինչպես է։ Մեզ չեն էլ ասել, հարցրել, այդ թուղթը ստորագրել ենք մենք սահմանին, բայց ասма այնպիսի վիճակում էինք արդեն, ոնց որ բանտ նստած ելնեինք։ Ըստ Պետրոսյանի իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել։ Ես կարող եմ տրամաբանել ինչ էին այդպես անում։ Խաղաղության օրակարգ են վերցրել, իրենք չեք տեսնում ամեն անգամ անտեսելով մարդկանց միջազգային իրավունքները փորձում են խաղաղություն հաստատել։ Բայց գիտեք, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև սա պատմություն է, սա էթնիկ զտման վերջի ակորդն է, վերջին մարդկանցից են ընդերից վտարել են, ոչ թե նրանք խնդրել են եւ այլն։ Իդեպ Ստեփանակերտից տեղափոխվածներից մեկը ոսկյա խաչ ու շղթա է ունեցել։ Ըստ ականատեսի Հակարի անցակետում ադրբեջանցի աշխատակցին գրավել է ոսկին։ Դարդի տկաց ասել է տղամարդը, անցել հայկական կողմ։